Ողջույն իմ շատ սիրելի ուսուցիչներ։ Գայանի Իշխանյան, շրջանավարտ, ով չի մոռացել իր տունը, դպրոցը, եւ նրա շնորհակալ խոսքերից հնչում է մեկ ճշմարտություն. դպրոցը տուն է, որից հեռանալ հնարավոր չէ։ Դպրոցի թողած հետքը չի ջնջվում ոչ ժամանակի, ոչ էլ հեռավորության մեջ։ 140 դպրոցի սյուներ։ Ես հուսով եմ, որ առողջ եք, խաղաղ եք, որ հույսն ու հավատը ձեզ երբեք չեն լքում։ Երբևիցե քեզ զգացել ես դպրոցում որպես ընտանիքի մի մաս։ Ոչ թե երբևիցե, այլ միշտ, իմ դեպքում միշտ է այդպես եղել, ինչպես կբնութագրես ուսուցիչներին մեկ բառով. ուղեցույց, առաջնորդ, քարտեզ, վարդապետ։ Կարող ենք ասել դպրոցը սրբավայր է, եթե այո, ինչու։ Նախորդ հարցում նշեցի, որ ուսուցիչները ինձ համար նաև վարդապետներ են, այս դեպքում հետևաբար դպրոցը սրբավայր է, այո, եւ մի միտք առաջացավ, որը պարտավոր եմ այստեղ կիսել։ Ընկեր Մուրադյան ջան, ձեր ականջը կանչի, նախկինում մենք դասերը սկսում ենք մարմնավարժությունով, իսկ երևի թե հիմա եկել են ժամանակը, որ ամբողջ դպրոցի անձնակազմով առաջին դասը սկսելուց առաջ դպրոցի բակում կարելի է տերունական աղոթք ասել։ Եթե հիմա հանդիպեք ձեր ուսուցիչներին կամ ամենասիրելի ուսուցիչին, ինչ կասեիք նրանց։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ ջերմ հուշերի եւ հատկապես կյանքի դասերի համար։ Ինչ կցանկանայիք փոխանցել այս պահին ձեր ուսուցիչներին։ Ներկայությունս այս պահին անկեղծ կուզենայի այդտեղ գտնվել եւ առհասարակ ես իմ ներկայությունից թանկ ոչինչ չեմ կարող նվիրել մարդկանց։ Մնաք բարով, սիրում եմ, կարոտում եմ ու միշտ հիշում եմ։